Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես, ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում է։ Նա Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ չի քննարկել եւ չի քննարկում մեր սահմանադրության հարցը, քանի որ այն երկրի ներքին գործն է։ Փաշինյանը նաեւ նշել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար որևէ պայման չի առաջադրում։ Ուզում եմ հասկանամ, Ադրբեջանը ուզում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեղ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա այդտեղից երկու տարբերակ կա, կամ սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Փաշինյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքից մեկնելու է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց միևնույն ժամանակ Եվրամիության անդամ դառնալն է երկրի համար նպատակ։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի եւ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չի, այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, այսինքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը, այսինքն երբ որ կգա այդ որոշումը կդառնա որ եկել ենք, հասել ենք այդ կետին եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք որոշումը։ Հիմա բայց հարց առաջանում, ինչ ենք մենք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ես բազմիցս եմ ասել, որ դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք եւ մեր լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու, որովհետև ինչ է նշանակում լինել Եվրամիության անդամ պետություն։ Դա նշանակում է առաջին հերթին բոլոր ոլորտներում, սկսած մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, տնտեսություն, քաղաքական ստանդարտներ, սննդի անվտանգության ստանդարտ եւ այլն, համապատասխանել Եվրամիության չափանիշներին։ Այսինքն, քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չենք համապատասխանում, մենք չենք կարող Եվրամիության անդամ դառնալ։ Հետևաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Գերմանիայում աշխատանքային այցի ընթացքում վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել է TRIP նախագիծը, շեշտելով, որ դրա իրականացումը, նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը կարող են դառնալ միջին միջանցքի առանցքային հատված, Եվրոպան կապելով Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Եթե մեր սահմանադրական դատարանը մնում է դատարան, եթե միգուցե որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն հրապարակավ ասել եմ, որ անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, ինչու եմ ես փորձում բացատրել սա, որովհետև իրականության մեջ որևէ խնդիր եւ խոչընդոտ չկա մեր սահմանադրության մեջ։ Եթե մենք
խնդիրը անաչառ կերպով դիտարկենք ու մենք պատրաստ ենք արձագանքել Ադրբեջանին ուզող հարցերին, նստել եւ քննարկել նշբությունները իմիջայլոց գաղափար անգամ միջազգային իրավաբանական փորձաքննություն անցկացնել այս հարցի պատասխանը հասկանալու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը նույնպես խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Թուրք նախարարի խոսքով այս գործընթացը 2025 թվականին իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված։ 2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ եւ Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն բան տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար եւ կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից։ 2025 թվականին Հարավային Կովկասում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Գերմանիայում հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի եւ թրիփ նախագծի մասին հայտարարություններից հետո թեմայի մասին խոսել է նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է եւս մեկ սահմանային հատվածի սահմանազատում։ Պետք է ասեմ, որ ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը շարունակվում է եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք նաեւ ինչ որ մի մաս նույնպես կսահմանազատենք, հա, եւ կունենանք այն դրական հաճելի ստացված իրավիճակը, որը որ ունենք իրանցի մասում, որը որ դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին եւ մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք ցույց ենք տալիս եւ ի ցույց ենք դնում, թե նշված քիչ առաջ խոսացված խաղաղությունը ինչ տեսք կարող է ունենալ եւ ինչ տեսք ունի։ Պետական սահմաններից հետո հերթը էներգետիկ սահմաններին է։ Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գործակցել Ադրբեջանի հետ, այդ թվում էներգետիկ ոլորտներում։ Կոնկրետ ժամկետներ ձեզ չեմ կարող ասել, բայց ես չեմ ուզում մենք կենտրոնանանք հենց նավթամթերքի վրա միայն, բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի եւ մենք դրան պատրաստ ենք եւ խաղաղության խաչմերուկը եւ այն խաղաղությունը, որի մասին խոսում ենք, հենց դրա մասին է։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թե կարող է հիմա առաջինները, տեսեք ծորենը եղավ, իդեպ Մարդից օգտվելով ասեմ, ինչ որ շարժումներ են գնում այն բանի հետ կապված, որ այդ ծորենը 4-րդ կարգի է եւ դա որովհետեւ ձեով պիտանի չէ կամ որովհետեւ բան չունի, ես պետք է ասեմ, որ այդ ծորենը օգտագործվում է նաեւ հաց թխելու մեջ եւ դա օգտվում է մարդից եւ այդ ինֆորմացիան մեր քաղաքացիներին նույնպես տամ, ինչ վերաբերում է նավթամթերքին, այո, ինչու ոչ, ինչքան շատ այլընտրանք կլինի էներգակիրների, լինի դա նավթ, լինի դա գազ, լինի դա, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, Հայաստանը պետք է դրանից օգտվի եւ հնարավորություն տա, որ Ադրբեջանը նույնպես իր շահը եւ հետաքրքրությունը ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևան կամ Թուրքիա հնարավորություն ունենա այդ ապրանքը արտահանելու։ Միաժամանակ, երբ Երևանը փորձում է առաջ մղել գործակցությունը մի շարք ոլորտներում, Բաքուն շարունակում է խոսել պահանջների լեզվով։ Այս անգամ Բաքուն պահանջել է հանել իր համար ոչ ցանկալի դրույթները օրեր առաջ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթից։ Բաքվից հնչած դժգոհություններին արձագանքել է պաշտոնական Երևանը։ Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը հայտնում է, որ Հայաստան-Եվրամիություն օրակարգը ոչ թե հակասում է խաղաղությանը, այլ ուժեղացնում է այն, քանի որ հիմնված է ընդհանուր արժեքների, Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցման վրա։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ ԵՄ երկկողմ բանակցություններն ի դեպ սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը եւ խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։ Հատկանշական է, որ Եվրամիությունը վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը եւ ինստիտուցիոնալիզացմանը։
Արցախի ներկայացուցչությունում 3 լսումներ էին։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանելյանը հայտարարել է, որ սկսում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ։ Նրա խոսքով Արցախի բռնազավթումը չի նշանակում, թե դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացվող ճանապարհաշինությունն ու զանգվածային արտաշիրիմումները շարունակում են մնալ չբացահայտված ու մտահոգիչ։ Անհետ կորածների հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր թեմայով ասուլիսի ժամանակ մարդու իրավունքների նախկին պաշտպան Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հստակ ընդգծել է, որ այսօր չկա արդյունավետ միջազգային մեխանիզմ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։ Անհրաժեշտ էր ինչ անել։ Գոյություն ունի հստակ ՄԱԿ-ի մեխանիզմ։ ՄԱԿ-ի կոնվենցիա գոյություն ունի կարևորագույն բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին։ Այդ կոնվենցիան ունի կոմիտե։ Կոմիտեն նախատեսում է շատ լուրջ պարտավորություններ կողմերի համար, մասնավորապես Ադրբեջանի համար, քրեականացնել արարքներ կոնկրետ, հատուկ հրատապ խնդրանքների կամ քննության մեխանիզմ է նախատեսում։ Լուրջ պարտավորությունները դնում ուժային կառույցների վրա, անվտանգության մարմիններ, ոստիկանություն, պետության վրա է լուրջ պարտավորություններ, պարբերաբար զեկույցներ ներկայացնել, եւ Հայաստանը ստանում է միջազգային վերահսկողության հնարավորություն այս հարցերի նկատմամբ։ Իսկ հիմա ինչ, շատ ճիշտ նշվեց, Ադրբեջանը այսքան իր Արցախի տարածքում իր համար կառուցում է ճանապարհներ, շինարարություն է անում եւ այլն, մենք ինչ զանգվածային արտաշիրմում է հայտարարել, չէ, իրականացնում է արտաշիրման դեպքերն են, բայց մենք ինչ գիտենք, ովքեր են այդ արտաշիրմվող մարդիկ, հայեր են, հայեր չեն, որ դեպքերի հետ են կապված, ինչ է հետո մեզ պահանջներով բերելու առաջադրելու։ Մենք չունենք միջազգային վերահսկողության այսօր մեխանիզմ, որ այդ մեխանիզմով մենք կարողանայինք Ադրբեջանից պահանջներ ներկայացնել եւ ուզել այդ պահանջները, որովհետեւ իսկ երկկողմանի դեպքում ինչու չի ստացվում, որովհետեւ Ադրբեջանը ամեն ինչ միշտ արել է միջազգային հանրության աչքից մեկուսացնելու համար, առանձնացնելու համար այս նման բոլոր հարցերը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հրապարակավ խոսել է այն բանակցային փաթեթների մասին, որոնք նախկինում նախատեսում էին բազմակողմանի անվտանգության երաշխիքներ եւ միջանկյալ կարգավիճակ Արցախի համար։ Երրորդ նախագահը նկատել է, որ կառավարության հրապարակած փաստաթղթերը ներկայացված են որպես երկարամյա գաղտնի գործընթացի բացահայտում, սակայն իրականում դրանք ընտրովի են եւ չեն արտացոլում բանակցությունների ամբողջական պատկերը մինչեւ 2018 թվականը։ Շատ տարօրինակ, եթե չասենք խորշելի են դիտվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ փաստաթղթերից Հայաստանի այսօրվա կառավարիչների հրապարակած ոչ մեծ ընտրովի ցանկում հղումները 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եւ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին։ Ոչ պակաս պարադոքսալ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ 1993 թվականի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի հրապարակումն ու հղումները։ Բոլոր այդ փաստաթղթերը բացի Ադրբեջանից ոչ ոք, ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ էլ համանախագահ երկրները չեն հիշել եւ հղում չեն արել դրանց առնվազն 2008 թվականից հետո 10 տարի։ Միջազգային լրահոսից Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ բանակցություններ են վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի հիմնական թեման Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերն են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Կողմերը համաձայնել են, որ հիմա կրիտիկական պահ է Ուկրաինայի, նրա ժողովրդի եւ Եվրոատլանտյան տարածաշրջանի ընդհանուր անվտանգության համար։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հավելել է, որ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են եւ կշարունակվեն առաջիկա օրերին։
Մինչ Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններ են ընթանում, Կրեմլը դրվատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայի առաջնորդի ասեին հնչեցրած քննադատության եւ զիջումների գնալու կոչի համար։ Զուգահեռ Դմիտրի Պեսկովը նաեւ ողջունել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու Վլադիմիր Զելենսկիի պատրաստակամությունը, ընդգծելով, որ դա համապատասխանում է նախագահ Վլադիմիր Պուտինի բազմիցս հնչած կոչերին։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գիշերը անձրև կգա։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 6-ից 8, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։